Ծանրությունից խեղճացել են ոսկետափի դաշտերը։ Տոնաներով հասած լոլիկը դեռ տանող չկա։ Բերքը ինչքան կարմրում է, պետք է շուտ վրից վերցնես, բայց չեմ կարող վերցնել, որովհետև որտե տանեմ։ Պետք է հանես, որ չփճանա, ինք որ ծանրապերում է, ավելի շուտ փճանում է։ Եթե չհավաքեցինք, ասենք թե մի շաբաթ հետո էսի կգաս տեսնես ուրիշ դաշտ է։ Պարքևի դաշտն է, 5 հեկտար տարածքում մոտ 400 տոննա լոլիկ է աճեցրել, արդեն քանի օր մտածում է, ինչ է անելու այսքան բերքը, եթե գործարանները հանկարծ չընդունեն։ Իրենց հոգսը մեծացավ, երբ ռուսական շուկայի դռները փակվեցին հայկական լոլիկի առաջ, պահածոյացված սնունդն էլ սկսեց դժվարությամբ արտահանվել, իսկ այդքան ապրանք միայն մեր երկրում սպառելը գրեթե անհնար է, նկատում է Պարքևը, հասկանում է, գործարանները նույնպես փաստի առաջ են կանգնել։ 5 միլիոն դրամ վարկ է վերցրել Պարքևը դաշտում կարմրաթուշ բանջարեղենն աճեցնելու համար։ Միայն 2 միլիոն դրամի գոմաղբ է բերել հողը պարարտացնելու համար։ Ամեն առավոտ դժվար ճանապարհով են դաշտ հասնում Պարքևն ու 4 բանվորները։ Դաշտատերն ասում է, հավասար աշխատում են լավ բերք ստանալու համար։ Դաշտում աշխատող կանանց խոսքով իրենք արդեն 30 տարի Պարքևի դաշտում գործանելով են իրենց օրվա հացը վաստակում։ Բերքը հավաքելուն եւս 26 աշխատող է իրենց միանում։ Պարքևն ասում է, միայն լոլիկ աճեցնելը չէ, որ անօգուտ գործ է դարձել։ Իր պահեստում 100 տոննայից ավելի ցորեն ունի պահեստավորված, դա էլ լավ գնով վաճառել չի հաջողվում։ Եկող տարի ինչ պլանավորեմ, ցորեն ցանում ենք չի լինի, Եգիպտա ցորեն ցանում ենք չի լինի, ինչ ցանենք, ոչ մի բանջարեղեն, ծառանոցներ տանեմ ցույց տամ, բերքերը, տագերը լսված, ամեն ինչն էլ դժվար դեմ, գյուղը մտերք, բացարձակապես իրացում չկա։ Պետությունը ընդունում է խոսքորնակ 90 դրամ, 100 դրամ։ 100 դրամ իր ինքնարժեքը չի անում։ Ես այդքան ծախս եմ անում վրան, 100 դրամով ես չեմ կարող վաճառել։ Այսինքն նախորդ տարիներին 100-ից բարձր։ Պետություն չկա, ես ծախել եմ, ասենք անհացերներեսի ցավարի տակ են տարե բանակի համար ցավար են արել, Ռուսաստան են ուղարկել, դուրս է գնացել։ Դեռ բերքը չհասած ու եկամտի երես չտեսած գյուղացիներն արդեն պլանավորել են, թե ինչ ծախսեր են հոգալու, եթե մի հրաշքով գործարանները նորից ընդունեն իրենց բերքը։ Մեծ գումարը վարկը պետք է փակվենք վարկերը, տակը տենանք ինչ մնա, որ դրանով ապրենք։ Ոսկետափի վարչական ղեկավարը խոստացել էր չորեքշաբթի գյուղացիների խնդրին լուծում տալ։ Նշան Հովհաննիսյանի խոսքով կառավարությունը նախորդ տարվա նման 10 դրամ սուբսիդիա կտրամադրի գործարաններին։ Գյուղացիների բերքը 40 դրամով կմթերվի մինչև ամսվա վերջ։ Պարքևն ասում է, անցած տարի էլ են 40 դրամով հանձնել իրենց դաշտերի լոլիկը։ Ճիշտ է, ուրախ է, որ մարգերի լոլիկը չի փչանա, բայց ասում է այնքան էլ ձեռնտու չէ։ Հազիվ հազ ջրի փող վճարեն, աշխատողներին փող տան ու վարկերը փակեն, իսկ ոսկետափցուն իր տանջանքն է մնալու։